Ոչինչ սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, քիչ առաջ խոսակցություն ունեցա, երևի սխալ գործողություններ արել, ուղիղ եթերը հեռացավ։ Հուսով եմ այս անգամ մեր խոսակցությունը կպահպանվի։ Խոսակցությունը սիրելի հայրենակիցներ, որպես համանցանցում որոշ չափով ակտիվություն ցուցաբերող քաղաքացի, ես էլ ուզում եմ իմ կարծիքը արտահայտվեմ, մեզ բոլորիս արդեն հայտնի սրանից 6 ամիս առաջ եւ սրանից 3 օր առաջ Մերձավանում տեղի ունեցած երկու այրունահեղ սպանության գործի վերաբերյալ։ Երեք այսօր ես եւ համոզված եմ նաեւ դուք ավելի ինֆորմացված ենք եւ կարող ենք մեր կարծիքը, մեր գնահատականը առանց կաշկանդվելու բարձրաձայն արտահայտվենք։ Իմ կարծիքը կայանում է նրանում, սիրելի մարդիկ, որ սրանից 6 ամսվա նախ մարզպանելը կարմիր գիծ է, մարզպանելը հանցագործություն է։ Եվ մարդասպանները պետք է նստեն բանտախցերում։ Մարդասպանի տեղը բանտախուցն է անմխիթար պայմաններում, այլ ոչ թե տնային կանանքները հարմարավետ խոլի վրա փռված։ Ցավակցություններս եմ հայտնում 6 ամիս առաջվա, 3 օրվա առաջվա կրակոցներից զոհ դարձած իմ հայրենակիցների, ընտանիքի անդամներին, զավակներին եւ հարազատներին։ Եվ մեզ ցավ ենք ապրում, մենք բոլորս ամեն մեկս մեր ցավով ցավ ենք ապրում։ Ինչ է տեղի ունեցել։ 6 ամսվա առաջվա Մերձավանում տեղի ունեցած սպանությունը չի արժանացել օրենքի գնահատականին։ 6 ամսվա առաջվա Մերձավանում տեղի ունեցած սպանությունը օրենքի ոչ պատշաճ իրավապահ մարմինների ոչ պատշաճ քննիչների, ոստիկանների, դատախազների ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում ծնել եւ հասունացրել է վարեժխնդրություն։ Սիրելի մարդիկ, ես վստահ ասում եմ, ինձ համար վստահ ասում եմ, եթե սրանից 6 ամսվա առաջվա Մերձավանում տեղի ունեցած մարդասպանությունը ոչ թե տնային կանանք էր եղել, այլ եղել էր բանտախցերուց ինչ-որ մի հատ անմխիթար բանտախուց, քրեակատարողական բանտախցերից ինչ-որ մի հատ բանտախուց։ 3 օր առաջվա մարդասպանությունը տեղի չէր ունենա։ Ես դա վստահ եմ։ Քանի որ իրավապահ համակարգի ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում մարդասպանը ոչ թե հայտնվել է բանտախցում, այլ տնային կանանքում հարմարավետ խոլի վրա, ծնվել է վրեժխնդրություն։ Եվ 3 օր առաջ տեղի ունեցավ վրեժխնդրություն։ Ես 100%-ով մեղադրում եմ այն պաշտոնյաներին, այն իրավապահ համակարգի աշխատակիցներին, ովքեր սրանից 6 ամսվա առաջվա Մերձավանում տեղի ունեցած սպանության գործում ներգրաված են եղել, իրենց քննության տակ է եղել, իրենց ուշադրության կենտրոնում է եղել։ Այո, ես մեղադրում եմ այդ պաշտոնյաներին։ Ես մեղադրում եմ այն քննիչին, ում վերահսկողության, ում քննության տակ է եղել, սրանից 6 ամսվա առաջվա Մերձավանում տեղի ունեցած սպանության գործը։ Այդ քննիչին ես մեղադրում եմ։ Եվ բոլոր են քննիչները, ոստիկանները եւ դատախազները, ովքեր ուղիղ կապի մեջ են եղել այս գործի մեջ, որ իրանց քննության տակ է եղել 6 ամսվա Մերձավանում 6 ամսվա առաջվա սպանությունը, բոլորը պետք է ազատվեն աշխատանքից։ Բոլորը պետք է ազատվեն աշխատանքից եւ կանգնեն պատասխանատվության առջեւ։ Բոլորը պետք է ազատվեն, վաղը մյուս օրը մենք պետք է համանցածում ծանոթանանք, որ սրանից 6 ամսվա առաջվա Մերձավանում տեղի ունեցած սպանության գործում ինչքան քննիչ, ոստիկան եւ դատախազ ներգրաված եղել եւ իրենց քննության տակ է եղել այդ գործը, որ բոլորը ազատվել են աշխատանքից եւ ոմանք ենթարկվում են պատասխանատվությամբ։ Դա պետք է լինի, դա չի քննարկում, դա լինելու է։ Եվ դա պետք է լինի, որովհետեւ սրանից 6 ամսվա առաջվա Մերձավանում տեղի ունեցած սպանությունը իրավապահ համակարգի կողմից մատնվել է անուշադրության։ Ոչ պատշաճ աշխատանք են իրականացրել, արդյունավետ աշխատանք չեն իրականացրել եւ իրենց ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքի շնորհիվ Մերձավանում 6 ամիս ծնվեց վրեժխնդրություն եւ այդ վրեժխնդրությունը մեծացավ, հասունացավ եւ սրանից 3 օր առաջ պայթեց։
Մերձավանում պայթեց սրանից 3 օր առաջ 6 ամիս հասունացած մեծացած վրեժխնդրությունը եւ այո միակ առաջնահերթ մեղավոր այո հենց այդ իրավապահ համակարգի որոշ պաշտոնյաներ են ովքեր 6 ամիս մերձավանում վրեժխնդրություն են մեծացրել հասունացրել մեղավորը նրանք են ովքեր 6 ամսվա առաջվա սպանությունը բանտախցով փոխարինել են տանային կալանքով ինչ որ մի հատ հարմարավետ խոլի վրա ասում են վստահ եթե 6 ամսվա առաջվա սպանությունը մարդասպանը արժանացել էր օրենքի համապատասխան գնահատականին հավատացած եղեք 3 օր առաջ Մերձավանում այս այրունահեղությունը տեղի չեր ունենա ինչա տեղի ունեցել սրանից 6 ամիս առաջ Մերձավանի համայնքապետի եղբայրը ըստ համանցածի ըստ ժողովրդի խոսակցությունների ըստ 3 օրվա առաջվա մարդասպանի ինչա տեղի ունեցել սրանից 6 ամիս առաջ Մերձավանի 3 օր առաջ զոհված Մերձավանի եղբայրը կրակել եւ սպանել էր Մերձավանի համայնքապետի վրա կրակող եւ սպանողի եղբորը այդ է տեղի ունեցել այո այդ է տեղի ունեցել այ երբ որ սրանից 6 ամսվա առաջվա սպանությունը կարժանանել օրենքի ամբողջ խստության պատժի 3 օր առաջ այս վրեժխնդրությունը տեղի չեր ունենա ուղղակի տեղի չեր ունենա բայց քանի որ 3 օր առաջ Մերձավանի համայնքապետի 3 օր առաջ զոհված Մերձավանի համայնքապետի եղբայրը 6 ամիս առաջ չի արժանացել օրենքի խստության պատժին հասանելի պատժին իրակապատժին չի արժանացել դրա համար տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ ով է մեղավորը ասում եմ ով է մեղավորը իրավապահ համակարգի որոշ աշխատակիցներ մեղավորը նա ով 6 ամսվա առաջվա Մերձավանում տեղի ունեցած սպանությունը քննում էր եւ պետք է իր արդյունավետ քննության արդյունքում մեղավորը արժանանար արժանի պատժի բայց քանի որ իրավապահ համակարգի չգիտեմ քննիչի դատախազի թե ոստիկանն էլ մեղք ունի այն ոստիկաններն էլ ովքեր որ ծառայություն են մատուցել եւ իրենց վրա դրված ա եղել այդ պարտականությունը որ պետք է պաշտպան մակարդակի ծառայություն մատուցեն ու չեն մատուցել դրանք է պետք է վռնդվեն համակարգից բայց ավելի շատով է մեղավոր գործը քննող քննիչը եւ դատախազը եւ այո 6 ամսվա առաջվա Մերձավանում տեղի ունեցած սպանության գործը քննող քննիչը եւ դատախազը պետք է ազատվեն աշխատանքից եւ ենթարկվեն պատասխանատվության կանգնեն օրենքի առաջ եւ ենթարկվեն պատասխանատվության որովհետեւ ինձ մարդասպանը պետք է լինի բանտախցում այ ոչ թե տանային կալանքում հարմարավետ խոլի վրա փռված այո մարդասպանը պետք է լինի բանտախցում քանի որ մարդասպանը չի հայտնվել բանտախուց Մերձավանում տեղի ունեցել վրեժխնդրություն Սրանից 6 ամիս առաջ Մերձավանի եղբայրն է սպանել Մերձավանի համայնքապետի սպանողի եղբորը 3 օր առաջ էր 6 ամսվա սպանված մարդու եղբայրը սպանելա իր եղբորը սպանողի եղբորը իր եղբորը սպանողի եղբորը այ երբ որ 6 ամսվա առաջվա մարդասպանը կլիներ բանտախցում այլ ոչ թե տնային կալանքում հարմարավետ խոլի վրա այսօր մեր շատ սիրելի Մերձավանի համայնքապետը ողջ կլներ Մերձավան համայնքի ժողովրդի կողմից սիրված համայնքապետը ողջ կլներ իր երեխեքը ворթ չեր մնա իր երեխաները ворթ չեն լինի ինչպես 6 ամիս առաջ ворթ է մնացել մի այլ ուրիշ հայրենակցի երեխաներ այ իրավապահ համակարգի թերի աշխատանքի շնորհիվ այրունայնություն տեղի ունեցավ մարդիկ իրանց կանայք մնացին այրի
երեխաները որբ, մեկը պետք է գնա տարիներով, տասնյակ տարիներով նստի, եթե իրավապահ համակարգը, որը եթե 6 ամսվա առաջվա սպանության գործում ներգրաված քննիչը, դատախազը, ոստիկանը արդյունավետ իրենց ծառայությունը կատարեին, 3 օր առաջ չէինք ունենա այն, ինչ ունեցանք, ուղղակի չէինք ունենա, բայց քանի որ 6 ամսվա առաջվա մերձավանության սպանության գործում ներգրաված քննիչը, դատախազը եւ ոստիկանը իրենց տեղում չեն եղել, 6 ամիս մերձավանում վրեժխնդրությունը հասունացել, վրեժխնդրություն եւ 3 օր առաջ այդ հասունացած վրեժխնդրությունը պայթեց եւ հիմա իհարկե մարդ սպանողը պետք է դատվի, դա չի քննարկվում, պետք է դատվի. Նա որ մարդ սպանողը պետքա դատվի, երկրորդն էլ այն քննիչը, ով ուղիղ գործի մեջ ա եղել 6 ամսվա մերձավանում տեղ ունեցած մարդասպանության այդ գործի մեջ ով ներգրաված ալել, ում որ քննության տակ ա եղել այդ գործը, քննիչը, դատախը, չգիտեմ, 1-ն են, 2-ն են, 3-ն են, քանի հոգի որ կան, ներգրաված են այդ գործի մեջ, քննիչներ, դատախազներ, ոստիկաններն են, պետք է ռադները քաշեն համակարգ, դուրս գան վռնդվեն համակարգից, առավել եւս այդ գործով ներգրաված քննիչը, 6 ամսվա մերձավանում տեղի ունեցած սպանության գործում ներգրաված քննիչը, ում որ քննության տակ աղել ինքն ա քննել այդ գործը, պետքա դատվի, այդ քննիչը պետք է դատվի, որովհետեւ ինքը արդյունավետ քննություն չի իրականացրել, մարդասպանը չպետք է լինի տնային կանանքում հարմարավետ շքեղ խոլի վրա թինգը տված, մարդասպանը պետք է եղել էր Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից որևէ մի խցում անմխիթար պայմաններում, որպեսզի 3 օր առաջ այս վրեժխնդրությունը տեղի չէր ունացել, ուղղակի չէր ունացել, բայց քանի որ արդյունավետ քննություն չի տեղի ունեցել, 6 ամսվա առաջ մարդասպանը իր համապատասխան եւ արժանի տեղը չի գտել, դրա համար տեղի ունեցավ վրեժխնդրություն, տեղի ունեցավ, այն ինչ տեղի ունեցավ։ Դրա համար մարդիկ մարդ սպանեցին ու կարող են ասեն, այո, մենք մարդ սպանեցինք, բայց մենք մարդասպան չենք։ Մենք վրեժխնդիր եղանք։ Ինչի համար վրեժխնդիր եղար, եղբայր ջան, որովհետև իրավապահ մարմինները ստիպեցին։ Այդ իրավապահ մարմինները 6 ամիս առաջ եղբորը սպանողին բանտախուս կուղարկեն, այլ ոչ թե տնային կանանք հարմարավետ խոլի վրա։ Ես ես արար կասեր թու չէի տա։ Քանի որ եղբորը սպանող ազատության մեջ վայելը մեր կյանքը հարմարավետ պայմաններում հարմարավետ խոլի վրա թին գտված, դրա համար իմ մեջ ծնվեց վրեժխնդրություն եւ ես վրեժ լուծեցի։ Այդ ձև ասելու։ Ու ճիշտ ասելու։ Ինչ գործ ունի մարդասպանը տնային կանանքի վրա կոժի խոլի վրա թին գտված։ Մարդասպանը ինչի՞ չի բանտախցում փթում։ Ինչի՞ չի բանտախցում նստած։ 6 ամսվա առաջ մերձավանում տեղի ունեցած սպանության գործում իրավապահ համակարգիչ իշխան քննիչ, դատախազ, ոստիկաններ կամ բոլորը պետք է հեռացվեն աշխատանքից, 2 շաբթի, 3 շաբթի օրը մենք պետք է համացածում ծանոթանանք, հակառակ դեպքում մենք չենք հանգստանա, պետք է բոլորը հեռացվեն աշխատանքից, որոշներն է պետք է կանգնեն պատասխանատվության եւ դատվեն։ Այլ տարբերակ չկա։ Միակ տարբերակ էսա լինելու։ Եթե մենք անընդհատ մեր ասելիք հասելու ենք, ու այո, էսի ա ճշմարտությունը։ Եվ այստեղի ամենամեծ մեղավորը 6 ամսվա առաջվա մերձավանում տեղի ունեցած սպանության գործում ներգրաված իրավապահ մարմիններն են, ովքեր որ ներգրաված են եղել այդ գործի մեջ, ովքեր ում որ քննության տակ ա եղել այդ գործը, այդ դրանք են մեղավորը, եւ դրանք պետք է պատասխան տան եւ պատասխանատվություն կրեն, օրենքին տառին համապատասխան։ Ազատվելը պետք է ազատվեն, դա չի քննարկվում։ Համակարգից պետք է ազատվեն, դա չի քննարկվում։ Բայց պետք է պատասխանատվություն կրեն։ Ես հիմա մտածում եմ, ասում եմ կարող, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, այդպես եմ մտածում։ Ասում եմ լավ։ Բայց կարող է սրանից 6 ամսվա առաջվա մերձավանում տեղ ունեցած մարդասպանությունը, որ մարդ սպանեցին։ Ասում եմ արա լավ, բայց մարդ սպանողը խի է տնային կանանքում, խի չի նստած։ Կարող է այս մի քննիչին տարել է փողա տվել, մի դատախազին տարել փողա տվել, կարող է այստեղ մեծ գումարներ են խաղցրել։ Դրա համար
Արա մեր գյուղի, վարկես ձածան, մեր հարևանի երկու հատ ոչխար գողացել։ Սրանից մի 2 տարի առաջ։ Այդ մարդու տարան տարի 8 ամիս նստեցրին։ Տարի 8 ամիս տարան նստեցրին, որ հարևանից 2 հատ ոչխար գողացել։ Տարի 8 ամիս տարան նստեցրին, ես վերջերս ազատվել։ Բայց 6 ամիս առաջ մեր ձավանում մարդ են կրակել, մարդ են սպանել։ Տնային կալանք։ Ես ինչ մտածեմ։ Ես ինչ կարա մտածեմ, միակ բանը, որ լեզվիս է գալի, որ ուզում եմ մտածեմ, մտքիս է գալի, որ ուզում եմ մտածեմ ու լեզվիս է գալիս, որ Բարձրացյան ուզում եմ արտահայտվեմ, միակ բանը ասում եմ, արա կարող է փող են տվել, այդ քնող քննիչին, իրանց քնող դատախազին, դրա համար տնային կալանք են տվել, դրա համար բանտախցում չի։ Ես էլ այդ ձև եմ մտածում։ Ունեմ իրավունք այդպես մտածելու, ունեմ իրավունք, որտեղ մարդ սպանողը չի կարա տնային կալանք քննի, չի կարա հարմարավետ խոլի վրա նստած լինի, մարդ սպանողը պետք է հիմա 3 օր առաջ տեղի ունեցավ ողբերգալի դեպք, 3 օր առաջ մեր ձավանում տեղի ունեցավ վրեժխնդրություն և մարդ սպանեցին, 3 էլ բերման ենթարկեցիք, հիմա այդ մարդ սպանողին պետք է դատեք չէ, իհարկե դատելու եք, դուք կարաք 3 օրվա առաջվա մարդասպանին, ով մարդու վրա կրակեց, մարդկանց վրա կրակեց և սպանեց, կարաք տնային կալանք տակ։ Տալու եք տնային կալանք, եք տալու, թե բանտախուց եք ուղարկելու։ Ես միանշանակ ասում եմ, որ բանտախուց եք ուղարկելու։ Բայց սրանից 6 ամիս առաջ մարդ սպանողին ինչ եք տնային կալանք ուղարկել։ Ինչ չեք բանտախուց ուղարկել։ Ինչի սրանից 6 ամիս առաջ մարդ սպանողին տնային կալանք ուղարկեցիք։ Ու վրեժխնդրություն հասունացրիք։ Ինչի։ Ինչի արա վրեժխնդրություն հասունացրիք ձեր ոչ արդյունավետ աշխատանքի արդյունքում։ Ինչի համար։ Հանուն ինչի։ 6 ամիս առաջվա մարդ սպանողին կտանեք բանտախուց։ Այսօրվա դրությամբ էլ 3 օրվա առաջվա դրությամբ էլ իր եղբայրը վրեժխնդիր չէր լինի։ Իր եղբայրը մարդ է սպանել, այո սպանել է եւ պետք է դատվի ու դատվելու է։ Ու ես իմ ցավակցություններս եմ հայտնում զոհվածների, մահացածների, ընտանիքի անդամներին։ Դա չի քննարկվում։ Բայց սրանից 6 ամիս առաջ էլ չէ մարդ է մահացել, նորից կին այրի մնացել, երեխաներ են որ մնացել, ինչպես 3 օր առաջ կին այրի մնաց, երեխաներ որ մնացին։ 3 օր առաջ մեր ձավան համայնքում կին այրի մնաց, երեխաներ որ մնացին, չէ, այո։ Որտեվ սպանեցին, չէ, այո։ Բայց սրանից 6 ամիս առաջ էլ այդ կին այրի մնացել, երեխաներ որ մնացել, այ քնող քննիչ։ 6 ամսվա մեր ձավանում տեղի ունեցած սպանությունը քնող քննիչ։ Ինչի դու վրեժխնդրությունը հասունացրիր, ծնեցրիր, մեծացրիր, հասունացրիր, որպեսզի նորից երեխաներ որ մնան, կին այրի մնա։ Ինչի արա, ինչի պատի պատասխան տաս, պետք է դատվես, դու դատվելու ես։ Այն քննիչ, այն դատախազ, այն ոստիկանները, ովքեր ուղիղ կապի մեջ են եղել, քննության ներքո ա եղել 6 ամսվա առաջվա մերձավանի սպանությունը, բոլորը պետք է դատվեն։ Աշխատանքից ասվածել դուք պատկերացրեք, դե դրանք աշխատանքից չազատվեն ու պատասխանատվության չի ենթարկվեն։ Ու դու ես կոչ եմ անում ակտիվին։ Բոլորը ոտի է կանգնում ու ձեր ասելիք ասում։ Բոլոր հայ մարդկանց ես կոչ եմ անում։ Ինչի պետք է իրավապահ որոշ համարկարգի անկերի աշխատանքի արդյունքում իմ իշխանությանը պիտակավոր են արա։ Ինչի պետք է ձեր անկերի աշխատանքի արդյունքում իմ իշխանությանը պիտակավոր են արա։ Ինչի պետք է արա ձեր նմանների պատճառով իմ սեփական իշխանության արա մարդասպան ասեն։ Հա? Ինչի արա տասնյակ տարիներով այս պետությունում քաղաքական հայացքների համար մարդ սպանողները հիմա ինչի ձեր նմանների պատճառով սեփական իշխանությանը պետք է մարդասպան ասի արա։ Հա? Հնարը, այ դատախազ, այ քննիչ, այ ոստիկան, ինչի ձեր նմանների, արա վաբշե պետական ինստիտուտներում իշքան, մարդիկ կան, որ այո կազմակերպված, թերանում են, ինադու, այս պետական ինստիտուտների մեջ, որտեղից ինադու կազմակերպված թերանում եք դեր աշխատանքի մեջ, սպեցիալնի, դուք ամենադաժանն եք պատժվելու, արա, դուք ամենադաժանն եք պատժվելու, ով եք դուք, որ ձեր պատճառով պետք է սեփականս իշխանությանը քննադատեն, դուք ով եք, դուք պետք է վարկյան առաջ հեռանաք պետական համակարգից, որովհետև դուք կռիս եք, դուք մտածված, այո փողել եք վերցնում, ես հիմա ուղիղ ասում եմ, սենց սուբյեկտիվ կասնա, ուրեմն 6 ամսվա առաջվա մեր ձավանում տեղի ունեցած մարդասպանությունը, որ մեր ձավանում տեղի ունեցավ,
այդ քնող քնիչը, մարդասպանին քնող քնիչը կամ դատախազը, ով մարդասպանին տնային կալանք ուղարկել, այլ ոչ թե բանտախուց, ես մտածում եմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իրավունք ունեմ մտածելու, իրավունք ունեմ։ Ես մտածում եմ, որ փող ա վերցրել, դրա համար է տենց արել։ Կամ էլ երկրորդ տարբերակը, ինադու արել, որպեսզի վրեժխնդրություն ծնի, մեծացնի, հասունացնի, ու այդ վրեժխնդրությունը օրերից մի օր պայթի, որ մարդիկ էլ հելնեն իմ իշխանությանը մեղադրեն։ Իմ իշխանությանը մեղադրեն մարդասպան ասեն։ Այո, իշխանությունը, այսօրվա իշխանությունը, այո, բոլորիս արարքների համար է պատասխան տալիս։ Բոլորիս։ Այսօրվա իշխանությունը ուտա տեհեցել պետք լինի, նաև պատասխան է տալիս հիմա։ Սրանից 6 ամսվա առաջվա տեղի ունեցած, Մերձավանում տեղի ունեցած մարդասպանության այդ մարդասպանությունը որ տեղի ունեցավ, որ մարդ սպանեցին, նաև այսօր իմ իշխանությունը պատասխան է տալի։ Այդ գործը քնող, 6 ամսվա առաջվա այդ գործը քնող, քննիչի ոչ արդյունավետ աշխատանքի համար։ Ով է պատասխան տալու իշխանությունը զատալի։ Ում են ասում, Նիկոլ Փաշինյանին ասում, չեն ասում։ Այդ 6 ամսվա առաջվա Մերձավանում տեղ ունեցավ այդ մարդասպանության գործով քննումը, այդ քննիչին հայ մարդը չի ճանաչում։ Ով է այդ գործ քննողը։ Խնդրում եմ, եթե ճանաչում եք գրեք 6 ամիս առաջ, որ Մերձավանում տեղ ունեցավ մարդասպանություն։ Այդ գործը քննող քննիչը ով է, անուն ազգանունը գրեք, չեն ճանաչում։ Այդ դրան բան չեն ասում։ Իշխանությանն են ասում, առավել եւս վարչապետին են ասում։ 6 ամսվա առաջ Մերձավանում տեղի ունեցած սպանության գործում ինչքան քննիչ դատախազ ոստիկան կա բոլորը պետք է ռատները քաշեն համակարգից։ Երկուշաբթի օրը մենք պետք է համանցածից ծանոթանանք։ Ու չարա մեր խոսքերը հանգա ակտիվը պետք է ակտիվ իր խոսք ասի։ Չնայած ասում ա ձեր ցավը տանեմ լավ եք ասում, բայց քիչ եք ասում։ Դուք պետք է երկուշաբթի օրվանից եթե մենք համանցածում չծանոթացանք, որ դրանք ազատված են աշխատանքից, այն որ ասում են շներին կապեք, մեզ բաց թողեք, այդ անելու։ Դուք մեր ձեռից չեք պրծնելու։ Երկուշաբթի օրվանից մենք պետք է համանցածում ծանոթանանք, որ դրանք աշխատանքից վռնդվել են եւ ինչու՞ չէ նաեւ կանգնել են պատասխանատվության առաջ։ Այլ տարբերակ չկա։ Ցավակցություններս 6 ամսվա առաջվա, 3 օրվա առաջվա կրակոցների զոհ դարձած իմ հայրենակիցների, ընտանիքի անդամներին, երեխաներին, հարազատներին ցավ ենք ապրում, մեր ցավակցությունն ենք հայտնում, իհարկե չենք կարա ձեզ հետ հավասար ցավը կիսենք, բայց հավատացեք մենք մեր չափով ենք կիսում։ Եվ ասում ենք, եթե 6 ամսվա առաջվա մարդսպանողը հայտնվեր իր արժանի տեղում, վայրում, 3 օր առաջ չենք ունենա այն, ինչ ունեցանք։ Քանի որ 6 ամսվա առաջվա մարդսպանողը չէր հայտնվել այնտեղ, որտեղ որ պետք է հայտնված եղներ, ունեցանք այն, ինչ ունեցանք։ Ինչ ունեցանք վրեժխնդրություն։ Ինչի համար, որտեղ իրավապահ համակարգը մարդասպանին ճիշտ չդատեց, որտեղ իրավապահ համակարգը մարդասպանին բանտախուց ուղարկելու տեղը ուղարկեց Սիրուն ռեմոնտ արած տուն, կոժի խոլի դիվանի վրա նստեցրեց, անունը դնելով տնային կանան։ Դրա համար 6 ամսվա առաջվա սպանված հայ մարդու եղբայրը վրեժխնդիր եղավ, ասես չէ, քանի որ օրենքը չի դատում, ես իմ օրենքներով դատեմ եւ գնամ դրա համար պատասխանատվություն կրեմ։ Դրա համար ինքը օրենքի ոչ պաշար աշխատանքի արդյունքի շնորհիվ ինքը վրեժխնդիր եղավ եւ սպանեց իր եղբորը, սպանողի եղբորը։ Դրանով ինքը իր վրեժխնդրությունը ավարտեց։ Այստեղ ունեցավ, բայց կարեր քննիչը իր տեղում եղներ, արդյունավետ գործը քններ, դատախազը իր տեղում մներ, այն վերահսկող ոստիկանները իր տեղում, ամեն մեկը կարային իրենց տեղում լինեին, որպես այս ամեն ինչը տեղի չունենար։ Ես ասում եմ, իմ հարևան Բարտեզը սրանից 2 տարի առաջ մյուս հարևանիցս 2 հատ ոչխար գողացավ, տարի 8 ամիս տանան դատեցին։ Արա բա մարդ են սպանում։ Դուք մարդ սպանողին տնային կալանք եք տալի, հա։ 6 ամսվա առաջվա Մերձավանում 6 ամիս առաջ Մերձավանում տեղ ունեցած կրակոցներից զոհված
զոհված, կրակոցից մահացած այդ տղայի գործում ինչքան քննիչ, ինչքան դատախազ, ինչքան ոստիկան կա։ Երկուշաբթի օրը մենք պետք է համանցածից արդեն ծանոթանանք, որ դրանք վռնդվել են համակարգից։ Մանավանդ քննիչը եւ դատախազը Ես ոստիկաններին այդքան լիազորություններ չունեն։ Ես հենց ոստիկաններին դնում եմ միամ։ Ոստիկանը չի քննում, չի դատում։ Հա ոստիկանը նա զանգի տալի, ոստիկանը գնա բռնի, բերման ենթարկի։ Հանցագործին, ոստիկանը գնա հանցագործին բռնի, բերի տակ քննիչին, ասի քննիչ ջան, բերել եմ հանցագործին։ Քննիչն այդ հանցագործից փողերը վեկալի, ասի դավայ սկտիրելի, դա ռադդ քաշի։ Մենք իրա չենք տեսել, չենք ճանաչում։ Ոստիկանը կարա գնա մարդասպանի, որ մարդակրակ է սպանել, բռնի, բերման, կանտանները քցի իրանց ավտոյի մեջը, բերի տա ասիսը, մարդասպանել, բերել եմ։ Քննիչը կարա ինձ եւ քննի, դատախազը կարա ինձ եւ քննի, վերջում էլ ասի, գիտես ինչ, դավայ, տնային կանան, գնա կոժի վրա թինգը դու քեզ համար։ Այս ոստիկանների վրա քիչ լիազորություններ կա, բայց ես իրանց այդքան բաներ չեմ ասում։ Մանավանդ այդ գործ 6 ամսվա առաջվա գործը քնող քննիչը պետքա դատվի, պետքա դատվի։ Ու պետք է պատասխան տա, հանրային պետք է պատասխան տա։ Ինչի համար է այդ գործը 6 ամսվա առաջվա գործ ինչի համար է այդ ձև քննել։ Ինչի համար է այդ տնային կալանք այդ ոնց է ծնվել։ Մարդ սպանողը ոնց է հայտնվել տնային կալանքում։ Այդ դրա համար պետք է պատասխան տան։ Պետք է պատասխան տան։ Ու կտան, սպասում ենք ձեր պատասխանին։ Սպասում ենք ձեր ու տալու եք, արա, տալու եք։ Քանի դեռ այդ մաֆիան գործում է պետական ինստիտուտներում, մանավանդ իրավապահ համակարգում, մաֆիան հելա գործում է։ Այդ մաֆիան հելա գործում է, 30 տարվա մաֆիան համակարգում հելա գործում է, 30 տարվա մաֆիան արդեն համակարգում հելա գործում է, մանավանդ իրավական համակարգում, պատասխան եք տալու, արա։ Քննիչ, գործը քննող քննիչ 6 ամսվա առաջվա մերձավանում գործը քննող քննիչ մանավանդ դու պատասխան ես տալու, արա։ Ու տալու եք պատասխան։ Հանրությանը պատասխան եք տալու ու կտակ։ Այնց է չէ ձեր տեղ իշխանությունն է, վարչապետը չարա դեր տեղը պատասխան տալու։ Դուք եք տալու անձամբ մեզ, դուք դատվելու եք։ Դու 6 ամսվա առաջվա մերձավանում տեղի ունեցած գործը քննող քննիչ դու դատվելու ես։ Աշխատանքից ազատվելը դա խնդիր չի, դու արդ վաղը երկուշաբթի օրը, Աստված չանի երկուշաբթի օրը մենք համացածում չճանոթացանք, որ այդ գործում խառնված քննիչները, դատախազները եւ ոստիկանները աշխատանքից ազատվել են։ Աստված չանի, բոլորը անելու, հանգիստ չենք թողելու ձեզ, անկասներիդ օղարեք, այլևս թույլ չենք տալու, ոչ մի պետական ինստիտուտում, ոչ մի հաստիկ զբաղեցնողի թերության պատճառով իշխանությունս վարկաբեկվի, թույլ չենք տալու, արա, ոչ մեկին, ոչ մի պետական ինստիտուտում հաստիկ զբաղեցնողի թույլ չենք տալու, իրենց մտածված անգործության հետևանքով, իրենց թերի աշխատանքի հետևանքով իշխանությունս քննադատվի, առավել ևս այս պետության վարչապետը քննադատվի, թույլ չենք տալու, ամեն մեկըդ ձեր կատարած աշխատանքի համար պատասխան եք տալու, ձեր թերությունների համար պատասխան եք տալու, արա, ամեն մեկըդ, սկսած հավաքարարից, վերջացած նախարարից, սկսած հավաքարարից պետական բոլոր ինստիտուտներում, սկսած հավաքարարից, վերջացած նախարարից, ամեն մեկը ձեր կատարած եւ չկատարած աշխատանքի համար պատասխան եք տալու ինքնուրույն, տալու եք, մենք չենք թողելու ձեր նմանների պատճառով մեր սեփական իշխանությունը քննադատվի։ Մենք չենք թողելու ձեր անգործության պատճառով այս տասնյակ տարիներով քաղաքական Հայաստանի համար մարդ սպանողները հիմա էլ հաճոցները դնեն սեփականս իշխանությանը մարդասպան ասեն, չենք թողելու, հերները տանիցելու ենք ու մենք քաղաքական մակարդակով գալիս ենք ձեր հետևից քաղաքական մակարդակով ու պատասխան եք տալու։ Երկուշաբթի օրը մենք պետք է համացածում արդեն ծանոթանանք պաշտոնակությունների, անուն ազգանունների, ինչ չէ նաև օրեր հետո պետք է համացածում ծանոթանանք, որ այս քննիչը, այս դատախազը, այս ոստիկանը իր ոչ պաշտպան մակարդակի ծառայություն մատուցելու համար 2 տարի, 3 տարի, 5 տարի դատվում է։ Պետք է ծանոթանանք։ Վաղը կիրակի է, երկուշաբթի օրվանից անհամբեր սպասում ենք համացածի լուրերին։ Երկուշաբթի օր անվանից մենք մեկս մյուսի հետ պետք է ծանոթանանք։ Երկուշաբթի օրը մենք պետք է ծանոթանանք։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Դուք տակ-տակ եք հլա։ Բռնվեք։